հաճախ ունեն ինչ-որ բաներ թաքցնելու, թե ձեր կարծիքով։ Ինքնից վերջացած ձեր կողմից մատնանշված կաշկանդվածության տեսանկյունից ակնհայտ էր տպավորությունս այդպիսին է, որ երկու վկաներն էլ կաշկանդված էին, լարվածություն կար նրանց մեջ, ըստ էության փորձում էին խուսափողական պատասխաններ տալ առաջադրված հարցերին եւ ավելին մեկ անգամ եւս ընդգծվում է ինձ մոտ այն համոզմունքը, որ յուրաքանչյուր վկայի ցուցմունքը հակասում է մեկ այլ վկաների տված ցուցմունքներին, որոնք ինքնին խոսուն են այս նախադեպը չունեցող ողբերգության հարցի շրջանակներում։ Նշված այսօրվա վկաները խուսափողական պատասխաններ են տալիս, ավելին իրենց փորձում են իրենց լիազորություններով պայմանավորված այնպիսի պատասխաններ տալ, որոնք հեռացնում են իրենց պարտականությունների ծավալը, մեկ անգամ եւս հիմնավորվեց, որ մինչև ողբերգական դեպքը վերադաս հրամանատարության կողմից առանձին սպայական կազմի ներկայացուցիչների կողմից չի ապահովել եւ չի իրականացվել այնպիսի ստուգումներ վերահսկողական մեխանիզմ, որը հնարավորություն կտար գուցե եւ կանխելու այս ողբերգությունը կամ այլ կերպ ասած, եթե նշված սպաները եւ իրենց վերադասները իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնեն իրենց պարտականությունները ամբողջ ծավալով, կարողանային ստուգողական այցերի ժամանակ վերհանել թերությունները, այդ թերությունների մասին զեկուցել վերադաս հրամանատարությանը, այդ անձնակազմի համար ստեղծել նորմալ համակեցության պայմաններ եւ կանոններ եւ խիստ կարգապահական նորմեր կիրառեին այդ անձնակազմի եւ ընդհանրապես նշված զորամասում, գուցե եւ մենք չունենայինք այս ողբերգությունը։ Ակնհայտ է, որ նաեւ արտակարգ իրավիճակների ներկայացուցիչի պատասխաններից ակնհայտ է եւ մեկ անգամ մենք գալիս ենք համոզման, որ դեպքի վայրը կոպտորեն խախտվել է, որ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները չունենալով համապատասխան լիազորություն եւ իրավասություն, ըստ էության գերազանցելով իրենց լիազորությունները կամ կատարել են ցուցում հրաման առանց համապատասխան քրեադատավարական ընթացակարգի դուրս են անել զոհված զինծառայողների դիերը, այն պատճառաբանությամբ, թե իբրև հնարավոր է, որ այդ տարածքում ողջ մնացած զինվոր լիներ եւ ուստի իրենց խնդիրն է եղել հանել, փորձել պարզել նրանք ողջ են թե ողջ չեն, որպեսզի պայմաններում իրենք խախտել են դեպքի վայրը։ Սա որևէ քննադատության չի դիմանում, որովհետեւ այն փաստերը, որոնք առկա են, հրդեհի ծավալը, ներարկված ջրի քանակը տալիս է այն հնարավորությունը արձանագրելու, որ հրշեջները գրեթե համոզված են եղել, որ այդ տարածքում հնարավոր չէ, որ ողջ մնացած զինվոր լինի, հակառակ պարագայում 25 տոննա ջուր չէին ներարկի այդ փոքր տարածքում, որպեսզի հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնեին։ Այսինքն մենք գործ ունենք միմյանց նկատմամբ իրենց պարտականություններից խուսափելու կոնկրետ դրսևորման է, սա եւս մեկ անգամ վկայում է, որ այս քրեական գործով նախաքննությունը իրականացվել է բազմաթիվ թերություններով, բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքների վերաբերյալ նախաքննությունը ուշադրություն չի դարձրել, ինչի պատճառով մենք ստանում ենք այսպիսի ոչ լիարժեք պատասխաններ։ Նաև պարոն Նորիկյան, երկրորդ վկայի ցուցմունքը, չնայած նրան, որ նախորդին ըստ իրեն խոսել է իր վերադասի հետ, հակասեց ցուցմունքը իր վերադասի ցուցմունքի հետ, մասնավորապես շորերի, ինչը Տեսեք, ես դիտավորյալ եւ գիտակցաբար նման հարցադրմամբ սկսեցի այդ վկայի հարցաքննությունը, փորձելով հասկանալ ընդհանրապես նշված վկան իր վերադասի հետ քննարկել է սույն քրեական վարույթի հանգամանքները թե ոչ, կամ ինչ տեղեկություններ է միմյանց հետ փոխանցել, ինչ են իրար հետ քննարկել, ակնհայտ է, որ որոշ տեղեկություններ քննարկել են միմյանց հետ, բայց շատ կարևոր էական հանգամանքի մասին, որը վերաբերում է զոհված զինծառայողներին հագուստով հայտնաբերելու եւ առանց հագուստի հայտնաբերելու հանգամանքի հետ ակնհայտ է, որ հակասությունը ակնհայտ է, բայց կոնկրետ տվյալ վկայի վախվորած, ես կասեի, լարված, անհանգիստ, կաշկանդված ցուցմունքը տալիս է հնարավորություն մեզ արձանագրելու, որ ինչ որ բան այնուամենայնիվ կաշկանդում է այս մարդկանց ասելու ճշմարտությունը, որովհետև մեր ակնկալիքը այս մարդկանցից այն է, թե ինչով է պայմանավորված իրականության թաքցնելը, ինչ շարժառիթ է գործում, որպեսզի պայմաններում նրանք խուսափում են ասել ճշմարտությունը։ Հենց այս հարցի պատասխանը մենք ստանանք, շատ հարցերի պատասխաններ
մեր հանրությունը ամբողջությամբ կստանա։ Եվ վերջում սուբյեկտիվ ձեր կարծիքով սա անփույթություն էր, թե դիտավորություն է եղել, երբ որ իրանք իրենց պարտականությունները թերի են կատարել եւ խախտել են նաեւ դեպքի վայրը դուրս բերելով։ Ես որևէ հանգամանք չեմ բացառում դիտավորությամբ էլ դեպքի վայրը խախտելու, իրենց պարտականությունների չիմացության պատճառով էլ դեպքի վայրը խախտելու, անգիտության պատճառով էլ անփույթության, բայց բոլոր դեպքերում հաշվի առնելով այս ծավալի հրդեհը եւ այլ ողբերգության մասշտաբը, իրենք պարտավոր էին, նույնիսկ եթե չգիտեին իրենց պարտականությունները, տվյալ պահին վերադասներից համապատասխան հրահանգավորում ստանալ եւ շարժվել այդ հրահանգներով։ Բոլոր դեպքերում նկատի ունենալով որ հրդեհաշիժման աշխատանքները ղեկավարել է բարձրաստիճան զինվորական եւ արտակարգ իրավիճակների ներողություն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից, բոլոր դեպքերում հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրդեհաշիժման ժամանակ դեպքի վայրում են գտնվել բարձրաստիճան զինվորականներ, զորամիավորման առանձին սպաներ, իրենք պարտավոր էին հաշվի առնելով այդ ողբերգության ծավալը կոնկրետ առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ եւ չիմացության պայմաններում այլ կապի միջոցներով փորձել հրահանգավորում ստանալ տեղեկությունները թվում քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից, դատախազությունից, ազգային անվտանգության ծառայությունից, ռազմական ոստիկանությունից, առավել ևս որ վերջինս ներկայացուցիչները այդտեղ են եղել, կոնկրետ տեղեկանային եւ ստանային համապատասխան թույլտվություն։ Պետք էր դուրս հանվել դիերը, թե անհրաժեշտ էր պահպանել դեպքի վայրը։ Բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ դեպքի վայրը կոպտորեն խախտվել է, որի հետևանքով չի բացառվում եւ գնալով համոզվում են, որ չի բացառվում, որ հետքեր են թաքցվել հանցագործության, ինչը մեր հանրությանն ու հասարակությանը դրել է այս գործի վերաբերյալ լուրջ կասկածների տակ։